2015 թվականի դեկտեմբերի 31-ին մարդաշատ էր Տաթև Իվանական համալիրը Տարեմուտին Սյունիքի մարզպետ Խաչատրյանի նախաձեռնությամբ հավաքվել էին Սյունիքի մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, Հայաստանի զինված ուժերի առաջին բանակային կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի հոգևորականները։ Մատուցված պատարագի ժամանակ հավաքվածները միասնական աղոթք բարձրացրին առ Աստված։ Սյունիքի մարզպետ Խաչատրյանը շնորհավորելով ներկաներին տոների կապակցությամբ նոր տարվա նախաշեմին կարևորեց մեղքերի թողություն ստանալն ու ինքնամաքրվելը, նշելով, որ այն գալիք տարում ավելի լավ աշխատելու և արարելու համար ուժու եռանդ կհաղորդի։ Արդեն երկրորդ տարին է, մեզ համար ավանդույթ է, այս սուրբ կամարների ներքո, ուրեմն հնի հրաժեշտի և նորի դիմավորման պահին մենք ամփոփ ենք անցնող տարի, մեր մեղքերին թողություն անենք, մշտապես այս սուրբ կամարների տակ մեր երդումը տանք, որ մենք մեր ժողովրդին ծառայելու ենք սիրով և խոնարհաբար, որովհետև Սյունեցին մեծա, Սյունեցին հզորա, Սյունեցին արժանիա, իսկ մենք ղեկավարներս կարծում եմ յուրաքանչյուրս ղեկավար կլինենք և կդառնանք այն ժամանակ, երբ որ մեր առաջին խնդիրը լինի ժողովրդին ծառայելը։ Իսկ երբ որ մեկը փորձի ժողովրդին իրեն ծառայեցնի, համոզված եմ, որ այդ մարդը ոչ ապագա ունի, ոչ էլ անցյալ, այսպես ասենք։ Վանքի թոնրատանը հյուրերի համար լավաշ էր թխվում, որն էլ համտեսեցին և Սյունիքի մարզպետը և հյուրերը, իսկ Սյունյաց առաջին տիկին Լորետա Բարսեղյանը շնորհավորեց հաստուղներին ամանորի առթիվ և նվերներ հանձնեց։ Այնուհետ բոլորի առջև իր դռները բացեց Տաթևի հյուրատունը, ուր բացված սեղանների շուրջ ներկաները բաժակ բարձրացրեցին և շնորհավորեցին գալիք նոր տարին։ Սյունեցիների ու համայն հայության տոները շնորհավորեցին նաև առաջին բանակային կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և պետական այլ այրեր։ Թող 16 թվականը լինի խաղաղ ու կապույտ երկինքի խաղաղության տարի։ Ձեր գլխավորությամբ Սյունյաց կենաց։ Մենք գտնվում ենք պատմական մի միջավայրում իսկապես, եւ սա շատ սուրբ արարողություն է, հավատացնում եմ ձեզ, այս սուրբ նշխարներով մենք այսօր եւ մաքրվում ենք, եւ ուժեղանում ենք, եւ երիցս կրկին մեր երախտապարտությունն ենք, երախտագիտությունն ենք հայտնում, պարոն մարզպետ, ձեզ, մեր թեմի առաջնորդին, որ հենց այստեղ եք ընտրել, որտեղ Տաթևը ոչ թե հոգևոր կենտրոն է, այլ աստվածության գանձարան։ Սա այնտեղն է, որտեղից մեր խոսքը, մեր աղոթքը այսօր լսելի է բարձրյալին։ Շնորհավոր նոր տարի ես ուսուցում։ Թող Աստված տա խաղաղություն լինի, թող Աստված շենություն տա եւ ամենակարևորը Աստված իր աչքը մեր գլխից հեռու չտանի։ Հանդիպանը Տաթև համայնքի զարգացման աջակից լինելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Խաչատրյանն արժանացավ Տաթև համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը։ Համաձայն Տաթև համայնքի ավականու համար 30 որոշման Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին տրվում է Տաթևի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։ Սյունյաց հողի նման անառիկ հայորդուն Տաթև համայնքի զարգացմանը աջակից լինելու համար։ Հանդիպման ավարտին ձեռք սեղմումով և լավագույն ցանկություններով հյուրերը հրաժեշտ տվեցին միմյանց։